Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տեր-Մինասյանն եմ ու մենք զրուցելու ենք առողջության մասին։ Ինքը ինձ անպայման կօգնի։ Մենք խոսելու ենք առողջությունը պահպանելու լուրջ, երբեմն թեթև, երբեմն բարդ թեմաների մասին, թե կոնկրետ այսօր որն է լինելու թեման, կիմանաք դիտելով մեր տեսանյութը։ Հետո արդեն կհրավիրենք մասնագետին։ Գնացինք։ 12-ից 14-րդ դարերում Եվրոպայում ազնվական տղամարդիկ մրցում էին ոչ միայն տիտղոսներով, այլև կոշիկներով։ Որքան երկար էին դրանց սրածայր քթերը, այնքան ավելի բարձր խավի ներկայացուցիչ էր դրանց գրողը։ Իսկ ահա Չինաստանում դարեր շարունակ գեղեցկության գլխավոր խորհրդանիշ էր լոտոսի ոտք երևույթը։ Ոտքի նման ձև ստանալու համար աղջիկների ոտնաթաթերը աճման շրջանում կապում էին, որպեսզի դրանք փոքր մնան։ Բայց հանուն նորաձևության կատարվող զոհաբերությունները միշտ ավարտվել են նույն կերպ՝ ոտնաթաթի ցավերով, ոսկրային դեֆորմացիաներով եւ քայլվածքի խաթարմամբ։ Մեր օրերում նույն հետևանքներին են հանգեցնում բարձրակրունկները, նեղ կոշիկները, ավելորդ քաշը եւ նստակյաց կյանքը, որոնք աստիճանաբար փոխում են ոտնաթաթի բնական կառուցվածքը։ Մինչդեռ այն նման է ինժեներական բարդ կառուցվածքի՝ 26 ոսկոր, 33 հոդ, բազմաթիվ մկաններ, ջիլ եւ կապան։ Համակարգ, որը յուրաքանչյուր քայլի ժամանակ կլանում է հարվածը, պահպանում հավասարակշռությունը եւ օգնում շարժվել։ Երբ այս բարդ մեխանիզմը երկար ժամանակ ստիպված է լինում հարմարվել սխալ ծանրաբեռնվածությանը, ի հայտ են գալիս խնդիրներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը հարթաթաթությունն է։ Ինչ հարգելի հեռուստատողներ, ներկայացնենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ հյուրը օրթոպեդ վնասվածքաբան Լևոն Գրիգորյանն է, ողջույն։ Ողջույն։ Բարև բժիշկ Գրիգորյան։ Ջույն։ Օրինակ դեմքի ինչ-որ փոփոխություններ, շնչառության կամ գլխացավեր ունենալու դեպքում կարելի է օրինակ կասկածել, որ մարդը ունի հարթաթաթություն։ Տեսեք, հուշող հարց եմ տալիս։ Կարծում ոչ, որովհետև այն սիմպտոմները, ինչ որ դուք եք նշում, կարող են հանդիսանալ շատ այլ տարբեր հիվանդությունների սիմպտոմներ, դրա համար դժվար կլինի։ Մաքսիմում հարթաթաթությունից առաջացած այսպես ցավի հոգնածության առումով միգուցե դեմքը այսպես տխուր կլինի, մի քիչ ավելի հոգնած, կարող ենք ենթադրել, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում դա գիտական չէ։ Գնանք խոսենք հարթաթաթության մասին եւ փորձենք հասկանալ։ Նախ ինչ է իրենց ներկայացնում հարթաթաթությունը, ինչպիսին պետք է լինի մեր ոտնաթաթը, հիմա կարող ենք արդյոք տան պայմաններում մեր խոսակցությանը զուգահեռ հետազոտել սեփական ոտքերը։ Խորհուրդ տալիս ենք նման բան անենք։ Եթե պարզ բառերով բացատրենք, հարթաթաթությունը դա ոտնաթաթի ներսային կամարի աղեղի հարթեցումն է։ Սա այսպես որպես պարզ բացատրություն, հա, մեր ոտնաթաթը ընդհանրապես ունի կամարաձև կառուցվածք, կան 3 այդպես ֆունկցիոնալ կամարներ, դա ներսային երկայնական կամարն է, դրսում ունենք փոքրիկ կամար եւ լայնական կամար ունենք, այն կլասիկ հարթաթաթությունը, ինչի մասին որ մենք բոլորս գիտենք, դա ներսային կամարի հարթեցումն է։ Այս հատվածին։ Այո։ Երբ որ դառնում է այսպեսի վիճակ։ Այո, հարթաթաթության ժամանակ կողքից այդ փոսիկը չի լինում։ Բայց կան հարթաթության նաև այլ տեսակներ։ Կա նաև լայնական հարթաթաթություն, երբ փռվում է ոտնաթաթի այս դիմացի հատվածի այս կամարը, ոտնաթաթը առաջային հատվածում լայնական ուղղությամբ փռվում է դեպի կողքեր եւ սկսվում է գերծանրաբեռնվածություն ոտնաթաթի այս բարձիկների շրջանում, հա, մատների հիմքի շրջանում։ Հարթաթաթությունը դա բնածին է, այսինքն կա հարթաթաթությունը միշտ կլինի, թե կարող է օրինակի համար չգիտեմ, մինչև 15 տարեկանը հարթաթաթություն չկար, հետո 16 տարեկանում հարթաթաթությունը կարող է լինել բնածին եւ ձեռքբերովի, բնածին հարթաթաթությունը լինում է մոտավորապես 5% դեպքերում, 95% դեպքերում դա ձեռքբերովի է եւ ավելի շատ ունի ժառանգական նախատրամադրվածություն եւ երբ որ մենք խոսում ենք հարթաթաթության ընդհանրապես պատճառների մասին, ցանկալի է տարանջատել մանկական եւ մեծահասակների հարթաթաթությունը, որովհետեւ մանկական հարթաթաթության պատճառագիտությունը եւ պաթոգենեզը այլ կերպ է ընթանում, քան մեծերինը, եւ մանկական տարիքում հարթաթաթությունը հիմնականում կապված է կապանային համակարգի գերճկունության, էլաստիկության հետ, երեխաների կապաները շատ ճկուն են եւ այն կապաները, որոնք պիտի ֆիքսեն ոտնաթաթը ճիշտ դիրքում, կամարը պահեն ճիշտ դիրքում, դրանք ավելի թույլ են լինում եւ ծանրաբեռնվածության ժամանակ ոտնաթաթը հարթվում է եւ դա հաճախ ուղեկցվում է նաեւ ոտնաթաթի դեպի ներս դրվածքով, դա կոչվում է վալգուսային դրվածք կամ պրոնացիա
եւ որպեսզի մենք հասկանանք արդյոք դա ճկուն հարթաթաթություն է, հա, կամ թե ռիգիդ, այսինքն ֆիքսված հարթաթաթություն, կա շատ հեշտ տեստ, երբ որ երեխան նստած է աթոռին եւ ոտնաթաթը չի ծանրաբեռնում, այդ երկայնական կամարի շրջանը ինքը ամբողջությամբ ձևավորված է, փոսիկը արկա է։ Երբ որ երեխան կանգնում է, ծանրաբեռնում է, անմիջապես այդ կամարը իջնում է ներքև եւ ոտքերը թեքվում են դեպի ներս։ Դա կոչվում է ճկուն հարթաթաթություն, հա, եւ այդ իմաստով ճկուն հարթաթաթությունը շատ ավելի լավն է, քան ռիգիդ հարթաթաթությունը եւ մի տեստ էլ կա, երբ որ երեխան կանգնում է, կանգնած ծանրաբեռնված ժամանակ կամարը իջնում է ներքև, երբ որ խնդրում ենք բարձրանալ դիմացի հատվածի վրա, այսինքն մատների վրա, անմիջապես փոսիկը ձևավորվում է։ Դա նշանակում է, որ մենք չունենք ֆիքսված հարթաթաթություն եւ այդ ռիգիդ հարթաթաթությունը ինքը ավելի շատ լինում է հենց բնածին եւ կապված է ոսկրային որոշակի անոմալիաների հետ։ Իսկ մեծամասամբ այն հարթաթաթությունը, որ առկա է երեխաների մոտ, դա ճկուն հարթաթաթություն է, որը նաեւ նույնիսկ համարվում է ֆիզիոլոգիական եւ եթե տարիքային խմբերով ասենք, մինչև 2 տարեկան երեխաների 90-ից ավելի տոկոսը ունենում է հարթաթաթություն, դա համարվում է ամբողջությամբ ֆիզիոլոգիա, աստիճանաբար կամարը սկսում է ձևավորվել եւ սովորաբար մինչև 6-ից 10 տարեկան արդեն կամարը ձևավորվում է։ Եվ այդ ընթացքում ունենալ հարթաթաթություն դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք որոշակի հիվանդություն կամ պիտի միջամտենք։ Քայլելու ժամանակ ոտնաթաթի վրա ընկնում է մեր քաշից մոտապես 3 անգամ ավելի մեծ ծանրություն, իսկ վազելու ժամանակ մոտավորապես 7 անգամ։ Այսինքն պատկերացրեք, եթե դուք ունեք, չգիտեմ, 70-80 կիլոգրամ քաշ, ապա վազելու ընթացքում 7 անգամ ավելի ծանր քաշ ընկնում է ծանրություն ընկնում է ձեր ոտնաթաթի վրա։ Պատկերացրեք, ուրեմն ինչքան պիտի ոտնաթաթը ադապտացված, հարմարեցված լինի այդ ծանրությունը կրելու համար։ Եվ բնականաբար, եթե ճիշտ տեղերով չի, եթե ճիշտ ծանրաբեռնվածություն չի լինում, ինչ կունենանք։ Ոտնաթաթի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը երկայնական կամարի կամ ընդհանրապես իր կամարների շնորհիվ ամորտիզացիոն հատկությունն է եւ դա մեզ օգնում է որպեսզի քայլքի ժամանակ, վազելու ժամանակ, ցատկելու ժամանակ հատակից ստացող հարվածները ավելի մեղմվեն, փափկեցնենք եւ ավելի վերև գտնվող հատվածներում այդ ամեն ինչը ավելի կոպիտ չհասնի եւ ուժեղ չհասնի եւ այդ իմաստով երբ որ փոխվում է ոտնաթաթի բիոմեխանիկան, դա կարող է հաջորդական բերել նաև ավելի վերև գտնվող հատվածներում բիոմեխանիկ փոփոխությունների եւ երբեմն նաև ցավերի եւ գանգատների։ Թեև այստեղ պիտի անպայման նշել, որ հարթաթաթության դերը ավելի վերև գտնվող հոդերի ախտաբանության մեջ կամ ողնաշարի ախտաբանության մեջ շատ ուռճացված է։ Կա շատ թյուր կարծիք, որ հարթաթաթությունը բերում է օրինակ ողնաշարի ծռվածությունների առաջացման, սկոլիոզի եւ այլն, որը այդպես չի։ Երևի ամենաշատ այսպես ապացուցված փաստը, որ կա հարթաթաթության բարդությունների մեջ, դա հենց ծնկան հոդի ցավերի կարող է բերել, քան ավելի վերև գտնվող հատվածներում։ Վերջին տարիներին շատ է քննարկվում դա բուժել արդյոք հարթաթաթությունը թե չէ, եւ այս պահին այսպես գիտական համայնքում կոնսենսուսը այսպիսին է, որ եթե խոսում ենք իհարկե մանկական հարթաթաթության մասին, պետք է բուժել միայն այն դեպքում, եթե այն արտահայտվում է որոշակի սիմպտոմներով, ախտանիշներով։ Այսինքն, ասիմպտոմատիկ հարթաթաթությանը սովորաբար հիմա խորհուրդ է տրվում չմիջամտել, որևէ բան չանել։ Այսինքն կարող է լինել հարթաթաթություն, բայց եթե դա չի բերում որոշակի գանգատների, չի բերում ցավերի, չի բերում հոգնածության զգացողության, չի բերում ֆունկցիոնալ խանգարումների, կամ օրինակ սպորտսմեն երեխաների մոտ դա չի բերում սպորտային արդյունքների նվազեցման, ուրեմն կարելի է ուղղակի սպասել, հսկողության տակ վերցնել, նշանակել որոշակի վարժություններ, մարզանքներ եւ չմիջամտել, բայց անպայման ցավերի դեպքում արդեն պիտի միջամտել, այդ դեպքում արդեն մենք կիրառում ենք շատ տարբեր պարագաներ, օրթոպեդիկ ներդիրներ, օրթեզներ, կոշիկներ եւ այլն։ Բարդ է արդյոք նույն այս օրթեզները, նույն սրանք, այս ներդիրները ես գիտեմ, որ անհատական ամեն մեկի համար այսօր հատուկ այդ սկաներների օգնությամբ պատրաստվում են, դրվում են։ Մարդը, որը ունի նման խնդիր, եթե իր կոշիկի մեջ այսպիսի ներդիր դրեց, սկզբից անհարմարություն զգալու է, թե հենց առաջի վայրկյանից իր համար շատ հաճելի է լինելու այդպիսի ներդիրով։ Սովորաբար մենք առաջի օրերին ունենում ենք որոշակի դիսկոմֆորտի
զգացողություն, դա ադապտացիոն շրջանն է, որը ճիշտ պատրաստված օրթոպեդիկ ներդիրի դեպքում մի քանի օր անց պիտի անցնի։ Ամեն դեպքում մենք ներդիրները պիտի հասկանանք ինչ նպատակով ենք կիրառում։ Ներդիրները մենք կիրառում ենք, որպեսզի հանենք ցավերը եւ հոգնածությունը։ Եթե ներդիրը կամ օրտեզը պիտի անդադար ցավեցնի, ուրեմն նշանակում է, որ մենք սխալ ենք կիրառում, որովհետեւ իր հիմնական նպատակը հենց մեր գանգատների հանելն է։ Այսինքն առաջի մի քանի օրվա դիսկոմֆորտը դա կարելի է համարել նորմալ, բայց եթե դա շարունակվում է մի շաբաթ 10 օրից ավել, անպայման պիտի որևէ փոփոխություն անել, որպեսզի դա դառնա մաքսիմալ հարմարավետ։ Հարթ կոշիկ, բարձրակրում կոշիկ, նաև ունեմ այստեղ տարբերակներ։ Որն է ավելի վատ։ Շատ դժվար է ընտրություն անել, որովհետև հիմա ես պիտի ընտրեմ վատի ու շատ վատի միջև։ Տեսեք, օրինակ բարձրակրում կոշիկի խնդիրն ինչումն է, երբ որ բարձր կրունկ են հագնում կանայք, ծանրաբեռնվածություն ընկնում է հիմնականում ոտնաթաթի առաջային հատվածի վրա, դիմացի հատվածի վրա, մենք նոր խոսում ենք լայնական հարթաթացությունից եւ դա կարող է բերել այս մետատարզալ բարձիկների շրջանում եւ կոշտուկների առաջացման եւ ցավերի եւ նաեւ այս լայնական հարթաթացությունը նպաստում է որպեսզի առաջանա ոտքի թաթի մի դեֆորմացիա, որը կոչվում է հալյուքս վալգուս եւ բութմատը ծռվում է դեպի փոքր մատը, կողքից ոսկրային գերաճ է առաջանում եւ այլն։ Իհարկե բարձրակրում կոշիկը դրա առաջացման հիմնական պատճառը չի, որովհետև այնտեղ կան շատ այլ գործոններ, բայց լավ բան չի։ Բայց լավ բան չի, բարձրակրում կոշիկ կարելի է հագնել միայն առիթների ժամանակ, մի քանի ժամով, բայց ամենօրյա ռեժիմում խորհուրդ չի տրվում։ Հարթ կոշիկները նույնպես լավ չեն։ Հարթ կոշիկները համեմատաբար ավելի քիչ վտանգավոր են, այսպես ասեմ, բայց լրիվ տափակ կոշիկների ժամանակ էլ մենք ունենում ենք այլ բարդություններ հիմնականում։ Որտեղ մարդիկ սովորաբար մտածում են, որ հարթ կոշիկը դա շատ լավ է։ Լրիվ հարթ եմ հագնում, որ չհոգնեմ։ Իհարկե կան որոշակի կառուցվածքային առանձնահատկություններ, այսինքն մենք չենք կարող տալ ունիվերսալ խորհուրդ բոլորի համար, բայց եթե փորձենք այսպես ընդհանրացնել, ցանկալի է, որպեսզի կոշիկը կրնկային հատվածում լինի 1-ից մինչև 2 սանտիմետր ավելի բարձր, քան դիմացի հատվածում, ցանկալի է, որպեսզի կոշիկը ճիտքի հատվածում, այսինքն այս հետևի հատվածում ֆիքսի մեր ոտնաթաթը, որպեսզի ոտնաթաթը չթեքվի դեպի ներս կամ դեպի դուրս, իսկ դիմացի հատվածում միշտ խորհուրդ է տրվում, որպեսզի կոշիկը լինի հնարավորինս ազատ ձգվող նյութերով, որպեսզի մատերը ներսում լինեն հնարավորինս ազատ։ Դասական հարթաթաթության ժամանակ մենք կոշիկի մաշվածքից կարող ենք գլխին գտնել մարդիկ, որոնք կասկածում են հիմա, որ վերցնեն իրենց կոշիկներն այն ինչ կտեսնեն, այսպես հակած մաշած կոշիկների պարագայում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե հարթաթաթությունը արդյոք ուղեկցվում է ոտնաթաթի սխալ դրվածքով, թե չէ։ Ինչպես ես նշեցի, հարթաթաթությունը հաճախ ուղեկցվում է ոտնաթաթի դեպի ներս թեքվածությամբ, դա կոչվում է վալգուսային դրվածք կամ պրոնացիա, եւ այդ դեպի ներս թեքվածությունը սովորաբար բերում է նրան, որ կոշիկի ներսային հատվածում այս պատը ամբողջությամբ պառկում է դեպի ներս եւ մենք ներսային մակերեսի վրա, արդեն տակացուի վրա տեսնում ենք սեղմված կամ մաշված հատվածներ։ Եվ ի տարբերություն դրա, երբ որ կան ոտնաթաթի դեպի դուրս թեքվածություններ, դրանք կոչվում են վարուսային դրվածքներ, այդ դեպքում արդեն նույն պատկերը մենք տեսնում ենք ոտնաթաթի դրսային հատվածի վրա։ Եթե ունեք ցավեր, եթե ունեք քրոնիկ հոգնածություն, եթե դուք նկատում եք, որ ձեր կոշիկները անհավասարաչափ են այսպես մաշվում, եթե դուք երկար քայլելուց կամ վազելուց հետո ձեր այս հատվածում առաջանում են փուչիկներ, վերքեր, ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք ոտնաթաթի որոշակի դեֆորմացիա, դուք ունեք հարթաթաթություն եւ նման պարագայում դա ամեն ինչ չխորացնելու համար պետք է դիմել մասնագետի եւ կրել ձեր իսկ համար պատրաստված հատուկ ներդիրներ, որոնք կբարձրացնեն ձեր կյանքի որակը։ Մենք խոսում էինք այսօր հարթաթաթության մասին, իմ հյուրը օրթոպեդ վնասվածքաբան Լևոն Գրիգորյանն էր։ Այսօրվա հաղորդման ընթացքում մենք նաև նախապատրաստել ենք իդեպ վարժություններ, որոնք կարծում եմ հենց հատկապես օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ունեն հարթաթաթություն։ Վարժությունների մասին ինչ կասեք։ Վարժությունների մասին կասեմ, որ դրանք երևի թե այսօրվա դրությամբ ամենամեծ ապացուցողական հենք ունեցող միջամտությունն են հարթաթաթության ժամանակ, եթե օրթոպեդիկ ներդիրները եւ կոշիկները իրենք ավելի շատ նախատեսված են հավելյալ հարմարավետություն տալու համար եւ դեռ ապացուցված չեն, որ դրանք օգնում են ուղղել այդ կամարը կամ շտկել հարթաթաթությունը, այ վարժությունները պարբերաբար կատարելու դեպքում կարող են ամրացնել ոտնաթաթի եւ սրունքի
այն պատասխանատու մկաններն ու ջլերը, որոնք պահում են ոտնաթաթը ճիշտ դիրքում, դրա համար շատ մեծ կարևորություն է տրվում հենց վարժություններին։ Այնպես որ մնացեք մեզ հետ, որովհետև հաջորդիվ մենք ունենալու ենք նաև հաղորդման այդ հատվածը։ Գնացինք, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք մարդու հենաշարժողական համակարգի կարևորագույն հատվածներից մեկի ոտնաթաթի մասին։ Առաջին հայացքից ինքը պարզ փոքր կառուցվածք ունեցող հատված է, սակայն ինքը ունի շատ բարդ կենսամեխանիկական կառուցվածք, սակայն մեր ժամանակակից ապրելակերպը նպաստում է ոտնաթաթի խնդիրների առաջացմանը։ Հիմա ցույց կտամ մի քանի պարզ վարժություններ նմանատիպ խնդիրների դեպքում կատարելու համար։ Այս վարժությունը կատարում ենք հարթաթաթության ժամանակ, աշխատացնում է կամարի խորը մկանները, որը կարող են կատարել եւ կանգնած դիրքում եւ նստած։ Փորձում ենք ոտնաթաթ կրունկը մոտեցնել իրար, ինչքան հնարավոր է մատերը քիչ ծալելով, այսինքն կամարի մկաններն են խորանիստ ակտիվացնում, հավաքում ենք իրար, մաքսիմալ շեմում արդեն որ պետքա մատերը ծալվի, ֆիքսում ենք, դանդաղ թուլացնում ենք։ Կատարում ենք 10-ից 12 անգամ երկու մոտեցումով։ Այս վարժությունը կատարում ենք հարթաթաթության դեպքում աշխատացնելով կամարի խորը մկանները, որը կարող են կատարել եւ կանգնած դիրքում եւ նստած։ Փորձում ենք ոտի մատերը եւ կրունկները մոտեցնել իրար, առանց մատերը ծալելու, ֆիքսում ենք 5-ից 10 վայրկյան դանդաղ թողելով։ Կրկնում ենք 10-ից 12 անգամ, երկու մոտեցումով։ Հաջորդ վարժության համար մեզ պետք է փոքր գլանակ, դնում ենք ոտքի կենտրոնում ու փորձում ենք սեղմելով գլանակը տանել ամբողջ ոտնաթաթի երկայնքով։ Կատարում ենք երկու անգամ 15-ից 20 կրկնությամբ։ Հաջորդ վարժությունը հավասարակշռության համար մկանների կայունության համար ենք անում, կատարում ենք թաթերի վրա քայլ դեպի առաջ, 20 հաշվով առաջ, 20 հաշվով հետ կատարում ենք երկու անգամ։ Իսկ մյուսը կրունկների վրա նույնպես 20 քայլ առաջ, 20 քայլ հետ։ Կրկնում ենք նորից երկու անգամ։ Այս վարժությունը կատարում ենք հավասարակշռության համար, մեկ ոտքի վրա կանգնած, փորձում ենք հավասարակշռությունը պահել, գագաթով ձգվում ենք վերև, այսինքն պետքա զգացողություն լինի, որ քո ողնաշարը գալիս շարունակվում է, ավելի դժվարացնելու համար կարող ենք փակել աչքերը, երկու անգամ մոտ 20-ից 30 վայրկյան կրկնել։ Եվ պետք է հիշենք, որ առողջ քայլքը սկսում է առողջ ոտնաթաթից։ Մենք շարունակենք հաղորդումը եւ անցնենք սնվենք հաճույքով եւ մնանք առողջ լուրջ հատվածին։ Լուրջ հատվածում մեզ պետք են լուրջ խոհարար, Նարինե Ալեքսանյանն է մեր խոհարարը, լուրջ դեմք ընդունեք, հա, լուրջ հատվածը։ Եվ իհարկե շատ լուրջ բժիշկ Վարդգես Մովսիսյանն է, սրտաբան, ողջույն։ Ողջույն։ Բայց թեման իրականում լուրջ է։ Մենք խոսում ենք ավելորդ քաշից, իսկ ավելորդ քաշից տառապում են շատ ու շատ մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Ավելորդ քաշ ունեցող մարդը կարող է լինել առողջ։ Ոչ, միանշանակ աներկբա կարող ենք ասել, որ ոչ։ Իրականում ավելորդ քաշ ունեցող մարդը չի կարող ունենալ առողջ սիրտ, չի կարող ունենալ առողջ, չգիտեմ, լյարդ, չի կարող ունենալ առողջ ողնաշար, չի կարող ունենալ առողջ հոդեր, չի կարող ունենալ առողջ անոթներ, չի կարող առողջ լինել, այդպես է։ Երբ ենք ասում ավելորդ քաշ, երբ մարմնի զանգվածի ինդեքսը բնականաբար նորմայից բարձր է, երբ գնահատում ենք որպես ճարպակալում արդեն։ Եթե ունենք ճարպակալում, մարմնի զանգվածի ինդեքսի մասին մենք բազմիցս ասել ենք, երբ որ քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա, եւ եթե այդ թիվը 25-ից ավել է ստացվում, ապա մենք արդեն մտածում ենք ավելորդ քաշի եւ ճարպակալման մասին։ Եվ ուրեմն մեզ պետք է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում մեր սրտի հետ, երբ ունենք ավելորդ քաշ, ինչ անենք, ավելորդ քաշ, բայց սիրտս այստեղ է, իսկ փորս այստեղ է։ Իսկ ավելորդ քաշը, ինչպես նշեցիք, հենց առաջինը ախտահարում է սիրտանոթային համակարգը, որովհետև վատ կենսակերպը,
եւ սննդում ճարպերի բարձր պարունակությունը կարող են բերել նյութափոխանակության խանգարումների, որոնք էլ բերում են անոթներում աթերոսկլերոտիկ փոփոխությունների, դա մեկ պատճառը։ Երկրորդը, որը կապված է հենց զուտ ֆիզիկական քաշի հետ, որի պատճառով սիրտը ստիպված է հավելյալ կծկվել, այսինքն սկսում է աստիճանաբար ենթարկվել հիպերտրոֆիայի սիրտը, պատը հաստանում է, որպեսզի կարողանա հաղթահարել այդ բարձր ճնշումը եւ մատակարարել։ Այսինքն մենք տանջում ենք մեր սիրտը։ Բնականաբար տանջում ենք եւ սկզբնական շրջանում իհարկե այն մարզվում է, այսպես կոչված, բայց հետագայում այս մարզումը հյուսվում է եւ դառնում է արդեն պաթոլոգիկ հիպերտրոֆիայի մասին ենք խոսում։ Կարող եմ ասել, որ ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալում ունեցող 50 տարեկան մարդու սիրտը օրինակ համապատասխանում է 60-70 տարեկան, այսինքն մենք շուտ ծերացնում ենք սիրտը։ Բնականաբար կարող ենք համատականը ընդունել որպես ճշմարտություն, բայց նաեւ երիտասարդ տարիքը միանշանակ դա երաշխիք չէ, որ չենք ունենա խնդիր։ Երիտասարդ տարիքում ճարպակալումը եւս ոչ միայն սիրտ-անոթային համակարգի մասով, այլ նաեւ բերում է օրինակ ինսուլինառեզիստենտականության բարձրացման, լիպիդային փոխանակության խանգարման, ստրես հորմոններն են սկսում այլ կերպ աշխատել եւ բնականաբար օրգանիզմը աշխատում է ֆորս մաժոր իրավիճակում եւ բնականաբար մեր բոլոր կոմպենսատոր մեխանիզմները հյուսվում են ավելի շուտ, քան օրինակ դա տեղի կունենար առանց ավելորդ քաշի։ Ինչ է լինում, ինչու են մարդիկ քաշ հավաքում։ Նրանք շատակեր են, բկլիկ են, չեն կարողանում իրենց զսպել, թե նրանք ինչպես շատ հաճախ են ասում, իրենց մոտ գենետիկ փոփոխություններ են, իրենք շատ քիչ են ուտում, բժիշկ ջան, հիմա չես հավատա, բայց ամենայն անկեղծությամբ շատ քիչ եմ ուտում, հաստատ ամեն օր լսում եք։ Այո, վստահաբար կարող ենք ասել, որ 80 եւ ավել տոկոս դեպքերում ավելորդ քաշի պատճառը բնականաբար սննդային մշակույթի խախտումն է, որովհետեւ բարձր կալորիականությամբ սնունդը բերում է ճարպակալման, որովհետև ավելորդ էներգիան որևէ տեղ չի կորչում եւ այն վերածվում է ճարպերի։ Շատ են ուտում, թե սխալ են ուտում։ Եվ շատ կարող են ուտել եւ նաեւ սխալ, բայց այստեղ ավելի հաճախ պատճառը սխալ սննդի ընդունումն է, որովհետև ընդունում են մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդատեսակներ, պարզ ածխաջրեր, որոնք կարող են բերել լիպիդային փոխանակության խանգարման եւ բնականաբար ավելորդ քաշի։ Այնն այսօր մեզ համար պատրաստում է տապակած բանջարեղեն, 100 գրամ բրոկոլի, 50 գրամ սունկ, կարմիր պղպեղ, 70 գրամ դդմիկ, 40 գրամ սոյայի սոուս կամ աղ բալզամիկ քացախ 10 գրամ, չերի լոլիկ 40 գրամ, համեմ քունջուտ։ Ինչ ենք անելու այս ամբողջը։ Այս ամբողջը տապակելու ենք, այնուհետև միասին մատուցենք, ավելացնելով կանաչիներ, քունջուտ եւ բալզամիկ քացախ։ Ինչ կասեք մեր այս ճաշատեսակի մասին։ Կալորիականությամբ նվազ բնականաբար եւ հագեցնող, որը կարող է բերել քաշի նվազեցմանը, որովհետեւ առաջինը, եթե մարդը ուզում է նվազեցնել ավելորդ քաշը, դա ինչ որ կերպ ստամոքսը լցնելն է, այսինքն եւ դա պետք է անել ցածր կալորիականությամբ սննդատեսակներով, ինչպես օրինակ բանջարեղենը։ Եթե դուք ուզում եք նիհարել, դուք առնվազն օրվա մեջ 4-ից 5 անգամ պետք է ուտեք։ Այո, պետք է ուտել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով։ Փոքր չափաբաժիններով, բայց հաճախ 4-ից 5 անգամ, հավատացեք, եթե դուք օրվա մեջ ուտեք 1 կամ 2 անգամ, դուք երբեք չեք նիհարելու։ Չկա այդպիսի տարբերակ, դուք պետք է ուտեք 4-ից 5 անգամ, առնվազն, բայց փոքր չափաբաժիններով։ Եվ ուտենք դանդաղ։ Դանդաղ իհարկե, դանդաղ, որովհետև ստամոքսում գտնվող ռեցեպտորները, ընկալիչները բավականին ուշ են հաղորդում գլխուղեղին այդ քաղցի հագեցվածության մասին, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ուտել դանդաղ, որպեսզի մեր օրգանիզմը հասցնի ճակերտավոր հասկանալ, որ արդեն կշտացել է եւ չունի հավելյալ սննդի քանակ։ Պատկերացեք, եթե ես արագ եմ ուտում, արագ լցվեց, ու ինչպես ասես բժիշկը դանդաղ է օրգանիզմը գլխի ընկնում եւ ես հասցնում եմ հետեւից երկրորդ չափաբաժինը ուտել, որը իրականում ինձ անհրաժեշտ չէր, բայց եթե ես դանդաղ եմ ուտում, չեմ շտապում, ապա հենց այս չափաբաժնի լցվածությունը արդեն ստամոքսի դեպի ուղեղ իմպուլսները կուղարկեր եւ ուղեղ կասեր վերջ, դու արդեն հագեցած ես եւ երկրորդ չափաբաժինը, ավելորդ չափաբաժինը մենք չէինք ընդունի, դանդաղ կերեք։ Ընդհանրապես, բացի նրանից, որ դա հագեցվածություն են, դա նաև մարսողության իմաստով համարվում է, որ դուք ցանկացած սննդատեսակ ուտելիս առնվազն 40 անգամ պետք է ծամեք։ Հիմա փորձեք հիշել կամ փորձեք ինչ-որ մի սնունդ օգտագործել ու հաշվել, քանի անգամ եք դուք ծամում։ 1, 2, 3
կուլ տվեցինք, 1 2 3 4 5 լավ, կուլ տվեցինք։ Մենք շատ քիչ ենք ծամում իրականում։ Ցավոք դա կապված է նաև մեր կենսակերպի հետ, որովհետև աշխատում են մարդիկ եւ ուզում են արագ սնվել եւ անցնել առաջ կամ Հա, բայց անգամ հետո երեկոյա ընտանը նստած, Կանաբես երեկոյան ուտելը նաև այստեղ պետք է նշել, որ սննդի առավելագույն քանակը պետք է ընդունել օրվա առաջին կեսին եւ ընթրիքին այն պետք է լինի ավելի համեստ եւ նաև նշենք, որ այն մարդիկ, ովքեր ուզում են նվազեցնել քաշը, պետք է պահեն այսպես կոչված կալորիաների դեֆիցիտը, որը վերջին շրջանում այսպես տարածված է, հա, նորաձև է, հաշվել կալորիաները եւ դա այն բավականին հեշտ է, չոր մթերքի մասով ինտերնետում կարելի է գրել, օրինակ 100 գրամ լոբին, օրինակ քանի կիլոկալորիա էներգիա է եւ բնականաբար, եթե իրենց քաշին համապատասխան օրվա մեջ պահեն 500 կալորիայի դեֆիցիտ, կսկսեն նիհարել բավականին արագ, օրական 30-ից մինչև 40 գրամ ճարպ կարող են կորցնել, եթե օրական պահեն 500 կիլոկալորիա դեֆիցիտ։ Ավելորդ քաշի մասին բոլորն են խոսում, բոլորը ասում են վատ է, բայց հակառակը, եթե կա քաշի դեֆիցիտ, այսինքն նորմայից պակաս է մարդու քաշը, դա ինչ որ կերպ անդրադառնում է սրտանոթային համակարգի վրա։ Այն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա, որովհետև այստեղ մենք ունենում ենք արդեն տոլերանտության նվազում եւ ֆիզիկական ակտիվությունն է նվազում բուժառուների մոտ եւ նաեւ կարող են հաճախ ունենալ վիրուսային հիվանդություններ, որովհետև իմունիտետը եւս որոշակիորեն Այսինքն դա չի խոսում առողջության մասին, եթե մարդը նորմայից ավելի նիհար է, դա Եթե նորմայից ավելի նիհար է, դա եւս առողջ չէ, այստեղ պետք է փնտրել օրինակ էնդոկրին խնդիրներ կամ ընդհանուր օրգանիզմում որևէ այլ process, որը կարող է բերել քաշի նվազեցմանը։ Քնի պակասը կարող է բերել նրան, որ մարդը քաշ հավաքի։ Իհարկե, միանշանակ սա հենց քաշի ավելացման պատճառներից անկյունակարային տեղ է գրավում քնի պակասը, որովհետև ինչպես սկզբում էլ նշեցինք, այն բերում է ստրես հորմոնների չափից ավելի արտադրությանը, որոնք էլ խախտում են ամբողջ հորմոնալ համակարգը։ Շատ ուտենք։ Բնականաբար։ Այսինքն, եթե դուք քիչ եք քնում, դուք շատ եք ուտում։ Բնականաբար, եթե դուք շատ եք ուտում, եւ այդ կալորիաները ոչ մի տեղ չեն կորչում եւ վերածվում են ճարպի։ Միշտ խորհուրդ կտանք կարգավորել մարմնի զանգվածը, այն ուր հասանք 1 րոպե եւ այն արդեն պատրաստ կլինի։ Գրեթե 1 րոպե, դուք ունեք 1 րոպե։ Կա արդյոք այսպես սրտի համար օգտակար սննդակարգ, որ հենց սրտի համար է նախատեսված։ Իհարկե, գոյություն ունի սննդակարգի տեսակ, որը կոչվում է միջերկրածովյան դիետա, որը ամենահայտնին է եւ հաստատված կերպով նվազեցնում է սիրտանոթային պատահարների քանակը։ Հեռուստատիտողներին հիշեցնենք, որ օրինակ Սևանի իշխանը չի համարվում ծովամթերք, այո։ Եվ այս սննդակարգի մեջ մտնում են գերչահագեցած ճարպաթթուներ, ինչպես օրինակ ձիթապտղի ձեթը, ընդեղենը, բանջարեղենը եւ իհարկե ծովամթերքը, որոնք դրականորեն են ազդում սիրտանոթային համակարգի վրա, բարձրացնելով լավ խոլեստերինի քանակը եւ անոթապատը առողջացնելով։ Այն է ձեր մի րոպեն լրացավ։ Հա, բայց դուք ամեն ինչ հասցրեցիք։ Մենք ունենք այսպիսի հրաշալի բանջարեղենային ափսե, ասեք, որ խոհարարից ամեն ինչ կախված է։ Հիմա որ ես ու դուք պատրաստած լինենք, այսպիսի տեսք ունենար։ Տեսքը ոչ, համը կարող ենք ապահովել։ Լավ, նայն է մյուս հաղորդման ժամանակ տեղերով փոխվում եք։ Դուք անգնում եք այնտեղ ու պատմում եք օգտակարության մասին, Բժիշկ Մովսեսյանը պատրաստում է, հետո փորձելու ենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, պատրաստեք, վայելեք, համեղ սնունդը իհարկե կարող է լինել օգտակար, դա մենք ապացուցում ենք ամեն օր։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք երեխաների առողջության մասին, որովհետև սա ծնողների դպրոցն է, եւ այսօր մենք խոսելու ենք լարինգիտից, իսկ իմ հյուրը մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն է դիմավորել։ Ողջույն բժշկուհի։ Բարև։ Եվ այսպես լարինգիտ ինչ է իրենից ներկայացնում, եկեք փորձենք թարգմանել, բացատրել։ Լարինգիտը իրենից ներկայացնում է կոկորդի լորձաթաղանթի բորբոքում, եւ եթե անատոմիան էլ հիշում ենք, կոկորդում ունենք մենք ձայնալարերը, եւ բորբոքումը տարածվում է ձայնալարերի վրա եւ ունենում ենք նաեւ ձայնալարերի այտուց բորբոքում։ Ինչ նշաններ ունենք։ Ձայնի խրպոտություն, ձայնի կտրվել, Առաջին նշաններից մեկը, առաջին նշաններից մեկը երեխաների մոտ օրինակ կարող է լինել հենց ձայնի խրպոտումը, ձայնի կոշտացումը, ձայնի կտրվելը, ինչպես դուք նշեցիք, առանց այլ կլինիկական նշանների կամ կլինիկական նշաններ այլ, օրինակ ջերմություն, հազ, կարող են միանալ նաև ձայնի խրպոտմանը։ Հա դե ինչ անենք, կանցնի։ Ինչով է վտանգավոր։ Ինչպես նշեցի, կոկորդի ամենանեղ հատվածում ունենք մենք ձայնալարեր, որի այտուցն էլ կարող է առաջացնել բնորոշ խեղդվելու, հաճոցանման հազի երևույթները, որոնք բավականին տհաճ են, վախենալու են ծնողների համար, նաև բժիշկներից համար։ Եվ վտանգավոր։ Եվ վտանգավոր, քանի որ ունենք նաև շնչառության խանգարումներ։ Այո։ Սկսում է ոչ մի անգամից, այդպես չի կարող վարկյանական ամեն ինչ տեղի ունենալ։
Սկսվում է բնորոշ կլինիկական նշաններով կամ ընդհանուր վիրուսային ֆոնին, օրինակ քթահոսություն, հաշ-ջերմություն, եւ կարող է 1 կամ 2 օրվա ընթացքում զարգանալ ձայնի խրպոտում, բորբոքումը տարածվի նաեւ կոկորդի հատվածում, կոկորդի լորձաթաղանթ, ձայնալարի հատված եւ ունենանք բնորոշ նաեւ ձայնի խրպոտումը եւ լարինգիտ Երբ է հաճախ լինում, տարվա եղանակակապ ունի։ Սեզոնայնություն որոշակի ունի եւ ձմեռվա ամիսներին ավելի հաճախ է, քանի որ մենք կոլեկտիվ ներսում ավելի շատ ենք լինում, օդափոխությունն է ավելի տուժում եւ ինչա լինում մեր օդի հետ։ Եվ օդներ ավելի չոր է լինում, քանի որ արդեն ջեռուցման շրջան ենք սկսում։ Ջեռուցված բնակարանում, սեփական տան մեջ, չգիտեմ, օդը մենք սկսում ենք այսպես ասած չորացնել, այրել, վառած օդ ենք ունենում, չոր օդ ենք ունենում, որը բնականաբար երեխայի ավելի վատացնում է ընթացքը հիվանդության, լարինգիտի եւ հատկապես գիշերվա ժամերին, երբ որ երեխան պառկած է, հեղուկ չեն կարող անընդհատ ապահովել, հեղուկ խմացնել երեխային, լորձաթաղանթների չորություն է գնում եւ կլինիկական ընթացքը ավելի վատանում է եւ ունենում ենք այսպես բոլորին շատ հայտնի կրուպի նոպաները գիշերային, որ ուղեկցում է հաճոցանման հազով, շնչահարգելությամբ, շնչահեղձությամբ, երեխայի մոտ պանիկայի վախի զգացողությամբ, որի հիմնական պատճառներից մեկը հիվանդության վատացումն է, նաև չոր օդը կարող է նպաստել։ Օդը պետք է խոնավեցնել։ Անպայման։ Ոնց ենք խոնավեցնում։ Ներկայումս կան բազմաթիվ միջոցներ, մեր սրահում ունենք այս պահին փոքրիկ օդ խոնավեցնող սարք, կան մեծերը, կան ավելի մեծերը, ավելի ժամանակակից սարքերը, իրենք նախատեսված են համապատասխան մետր քառակուսու խոնավեցնելու համար եւ խորհուրդ հորդոր բոլոր ծնողներին հատկապես ինֆեկցիաների շրջանում ձեռք բերել եւ միացնել սենյակում, որովհետեւ տաք օդի հետ կարողանանք օդի պարամետրերը ճիշտ պահել։ Եթե անգամ դուք չունեք նման հնարավորություն, դե չունեն, հիմա մարդը չունի, չի կարողանում գնել, կարելի է դա անել նաև սեփական ձեռքերով։ Սեփական ձեռքերով խոնավ մենք կարող ենք ուղղակի այդ ջերմատաքացուցիչի վրա դնել ջրով լի աման, նրա մեջ գցել թանզիֆի երկար կտոր եւ դրա օգնությամբ որոշակի էֆեկտ ստանալ։ Որոշակի խոնավեցում էֆեկտ կարող ենք ունենալ կամ մաքուր փոխարինել միանշանակ։ Իհարկե չի փոխարինելու, բայց ավելի լավ է այդպես, քան ընդհանրապես չունենալ ոչ մի միջոց։ Ինչպես բուժել լարինգիտը։ Քանի որ նշեցի, լարինգիտը հիմնականում վիրուսով պայմանավորված է, ընթացքը կարող է սիմպտոմատիկ բուժում լինել, ախտանշանային, այսինքն եթե կա ջերմություն տալիս ենք երեխային համապատասխան ջերմի ջեցում, առատ հեղուկներ ընդ որում տաք հեղուկներ ենք շատ տալիս, բավականին օգնող է, քթի սանացիա են կատարում, քթի լվացում, եթե քթահոսությունով է ուղեկցում եւ ուշադիր ենք լինում շնչահեղության նոպաներին։ Շնչահեղության նոպաների ժամանակ ամենաառաջինը ծնողը պահպանի հանգստություն եւ դեղորայքային որպես այդպեսին հատուկ բուժում չկա, բայց կա մի դեղամիջոց, որ առաջի օգնության դեղամիջոցներից է դեքսամետազոնն է հանդիսանում, որը տնային պայմաններում արդեն բժշկի խորհրդով եւ բժշկի հաշված դեղաչափով մայրիկը կարող է օգնություն ցուցաբերել եւ եթե կրկնվում է նոպան կամ երեխան նոպայից դուրս չեկավ, շտապ օգնություն ենք դիմում։ Դուք շատ հեշտությամբ կարող եք հասկանալ, հատկապես առավոտյան ժամերին, երբ դուք արթնանում եք, ու զգում եք, որ ձեր լորձաթաղանթները, բերանի խոռոչը չոր է մի տեսակ, դա նշանակում է, որ ձեր տանը այո օդը շատ չոր է եւ դուք ունեք այդ օդը խոնավեցնելու։ Լավ, եթե դուք չեք կարողանում գնել սարքից, լավ, եթե դուք ինքնուրույն չեք կարողանում պատրաստել նման սարքեր, գոնե ամենահասարակը բացեք լուսամուտները, հաճախակի օդափոխում, ինչպես նաեւ ջերմաստիճանը շատ կարեւոր է, մենք հայերս սիրում ենք 25-27, 20-18-20-22 մաքսիմում պետք է լինի ննջասենյակում, որպեսզի հետագա բարդություններից էլ խուսափենք։ Ու հավատացեք, դուք շատ ավելի լավ կքնեք եւ առավոտյան կարթնանաք ավելի որակյալ քնով։ Այո, եւ կկարողանաք պահպանել ձեր աշխատունակությունը։ Այն բարձր ջերմությունը, այդ չոր օդը ձեզ հաստատ չի թողնի լավ քնել։ Սա ծնողների դպրոցն էր, Գայանե Հովհաննիսյանն իմ հյուրը, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Ողջույն, ձեր հետ գեղեցկության արվեստն է եւ այսօր խոսելու ենք ոտնաթաթերի սնկախտի մասին։ Ոտնաթաթերի սնկային հիվանդությունը բավականին տարածված հիվանդություն է, հատկապես մեծահասակների շրջանում, այն հարուցվում է սնկերի պատճառով։ Ոտնաթաթի սնկախտի զարգացման համար կարող են լինել մի շարք նպաստող հանգամանքներ, օրինակ խոնավ միջավայրը, ջերմությունը, փակ կոշիկների երկարատև կրելը, որտեղից կարող են վարակվել սնկերով, հատկապես հանրային լողավազաններից, օրինակ շոգեբաղնիքներից, մարզասրահներից։
որտեղ կան բոլոր այդ նպաստավոր պայմանները, խոնավությունը, ջերմությունը, որտեղ սնկերը երկար ժամանակ կարող են պահպանվել։ Այն կարող է սկսվել քորով, հատկապես միջմատային ծալքերի շրջանում, կարող է լինել կարմրություն, թեփոտում, երբեմն կարող են լինել մակերեսային ճաքեր։ Երբեմն process-ի մեջ կարող են ընդգրկվել ոտնաթաթի ներբանի ամբողջ մաշկը։ Ախտահարումը չի սահմանափակվում միայն մաշկով, ավելի բարդ դեպքերում կամ նույնիսկ հենց հիվանդության սկիզբը կարող է սկսվել նաև եղունգներից։ Գույնի փոփոխություն կարող ենք նկատել, եղունգների հաստացում, կտրելիս եղունգները փշրվում են, այդ ամեն ինչը կարող է վկայել սնկային աղտահարման մասին։ Սնկային աղտահարումները ժամանակին չբուժելու դեպքում կարող ենք ունենալ նաև բարդություններ, եղունգների դեպքում կարող ենք ունենալ եղունգների գերի եղջերացում կամ եղունգի հաստացում, որը բավականին անհանգստացնող կարող է լինել հիվանդների համար։ Շատ հաճախ միայն մշակելով եղունգի արտաքին տեսքը բարելավում են, սակայն եթե զուգահեռ չենք իրականացնում հակասնկային բուժում, միևնույն է process-ը կարող է շարունակվել եւ անընդհատ մենք կունենանք աղտահարված եղունգների աճ։ Շատ կարևոր է իմանալ, որ սնկային հիվանդությունը լիարժեք բուժվող հիվանդություն է։ Ժամանակին ախտորոշելու եւ ճիշտ բուժումը սկսելու դեպքում այն կարող է լիարժեք բուժվել։ Եվ բացի բուժումից կարևոր է նաև կանխարգելիչ միջոցառումները, որոնք ուղղված են թե բուժման արդյունավետությունը մեծացնելու եւ թե հետագայում չվարակվելու նպատակով։ Ինչ հարգելի հեռուստատողներ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը այսօր գոնե մի քիչ ավելի շատ ինֆորմացիա ստացավ, թե ինչպես է պետք պահպանել առողջությունը եւ լինել առողջ։ Եղիր առողջներ հանրայինի եթերում։ Կհանդիպենք։